իշխանությունների հետ, ունենալով այն հնարավորությունները չվերադառնալու Հայաստան, որոշեց վերադառնալ, քանզի նա լիովին արդար է իր խղճի, իր կամքի հանդեպ։ Իսկ մենք ընտանիքից բոլոր անդամները սատարում ենք իր որոշումը եւ հպարտանում ենք իր արարքով։ Այսքանը։ Երեխաներն են այստեղ, իրենք ոնց են ընդունում ու ընդհանրապես հասկանում են ինչ է պատահում։ Դե իհարկե հասկանում են, շատ դժվար, որովհետև անչափահաս երեխաներ են ու այս որոշումը կայացնելուց առաջ գիտեմ դատավորը ինչ է մտածել, շատ դժվար է երեխաների համար։ Երեխաներին ասել եք, չէ՞։ Այո, իհարկե։ Երեխաները իրենք տեսնում են, կարդում են եւ շատ լավ տեղյակ են իրավիճակից։ Իրանք նույնպես հպարտ են իրենց հայրիկով։ Այսքանը ավելացնելու Հակոբյան Քրիստինա։ Հարգելի հետևողներ, մենք զրուցում էինք Դավիթ Համբարձումյանի տիկնոջ հետ, այստեղ նաև Դավիթ Համբարձումյանի անչափահաս երեխաներն են, նրա նաև մայրը եւ հայրը, ինչպես նաև ընտանիքի այլ անդամներ։ Հարգելի հետևողներ, Նարեկ Մալյանն է լուսանկար հրապարակել եւ գրել, որ արդեն ինքնաթիռը վայրեջք է կատարել իջանք գրառմամբ։ Դավիթ Համբարձումյանը ինքը ասում էր, որ ցանկացած զարգացման պատրաստ է, այսինքն այս իրավիճակը իր համար նորություն չէր եւ նաեւ հայտարարություն էր տարածել, որ անպայման վերադառնալու է եւ այս իշխանություններից չէ, որ փախչելու է։ Ձեր կարծիքով այս իրավիճակում ինչ կարող էր օրինակ Դավիթ Համբարձումյանը անել։ Այս ընթացքում Դավիթը ուներ հնարավորություն չվերադառնալու, բայց նա որոշեց վերադառնա, քանզի ինքը լիովին արդար է եւ վախենալու ոչինչ չունի։ Այսինքն այս ամենը համարում է քաղաքական հետապնդում։ Այո, իհարկե։ Վճռի թիվը տևողությունը ավելի ճիշտ որ տեսնում եք, կարծում եմ պետք է հիմար լինի այն մարդը, որ կասկածի, որ սա քաղաքական հետապնդում չէ։ Քանի որ եթե վճիռը դատավորը տար օրինակ 6 տարի, Դավիթը չէր կալանավորվի։ Այդ 3 ամիսը հատուկ է արված, որպեսզի Դավիթին կալանավորվի։ Չնայած նրան, որ Դավիթը պետք է արդարացվեր, քանզի նա ոչինչում մեղավոր չէ, ոչինչ չի արել, որպեսզի արժանանա պատժի։ Եվ որևէ ֆակտում չի կատարել, չէ՞, այսինքն կապահովամիջոցի անհրաժեշտություն փոփոխելու լինում են դեպքում, երբ որ ռիսկ է առաջանում, այս դեպքում ոչ նախաձեռնության մասին է խոսքը, ոչ որևէ խոչընդոտման վերաբերյալ։ Չէ, բացարձակ ոչ որևէ խախտում չի արել, Դավիթի ճանապարհը բաց է եղել, նա գտնվել է Մոսկվայում, գործուղման, ինչպես նաև անձնական հանդիպումներ կային, այդ իսկ պատճառով գտնվել է Մոսկվայում, իմանալով վճռի մասին, հենց առաջին իսկ րոպեից ասել է, որ վերադառնալու է։ 1 րոպե անգամ չի կասկածել իր որոշումից։ Այս պահի դրությամբ ինչ ինֆորմացիա ունեք, վայրեջք կատարել է, հասկանալի է, իսկ տեղյակ է ինչ որ process արդեն եղել է օդանավակայանում, որովհետև հակասական տեղեկություններ կային դրսում, մեկն ասում էր, որ արդեն կարծեք տարել են, մեկն ասում է, սպասում ենք այս մտքով պիտի դուրս գա։ Ճիշտն ասած տեղյակ չեմ, որովհետև այս ընթացքում ձեզ հետ էի զրուցում, հիմա կճշտեմ։ Դուք այսօր 4-ին եք վերադարձել Մոսկվայից։ Կարողացաք համոզել ձեր ամուսնուն, որ ամեն դեպքում վերանայի որոշումը, որովհետև 6 տարի դատվել նշանակում է 6 տարի հետաձգել իր քաղաքական պլանները։
որտեղ ինքը քաղաքական պլաններ ուներ եւ դրա մասին հայտարարել էր եւ իրեն ընդունել էին որպես ընդդիմության միասնական տեխնացու։ Ու կարծես թե նախապատրաստական աշխատանքների մեջ էին ամեն դեպս անընդհատ մենք հարցազրույցներից այդպիսի ընկալում ունեինք։ Ճիշտ է, ես այսօր ժամը 4-ին եմ վերադարձել, Դավիթի հետ միասին էի, որպես կին առաջին արձագանքս եղել է, որ չվերադառնա, սակայն ինքը միանգամից մերժել է ու ես ինքս հասկացել եմ, որ շատ սխալ առաջարկ եմ արել։ Հայտնի դարձավ, որ ինքնաթիռից դուրս գալիս հենց կալանավորել են, այո, հա, այդ եմ ասում, ուրիշ բան չէ։ Դե ես ուրիշ որևիցե բան չէի սպասում անկեղծ ասած այս իշխանություններից։ Շնորհակալություն։